Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 3 տարի առաջ Տավուշի մարզում մեկնարկած ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների ծրագիրը գերազանցել է սպասելիքները։ Արդեն մոտ 800 երեխա է ներգրավված մարզական խաղերում։ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին նախագիծը միտված է ֆուտբոլի միջոցով սոցիալական ներառման եւ հավասարության խթանմանը գյուղական բնակավայրերում։ Նախագծի ամփոփող աջակիցը UEFA-ն երեխաների համար հիմնադրամն է։ Այս տարի ավելի մեծ ընդգրկվածություն ունենք երեխաների, եթե ամեն տարի 240 երեխա են ընդհանուր առմամբ ընդգրկված եղել, այս տարի 470 երեխա ընդգրկված կլինի ամբողջ մարզից, 32 նոր դպրոցներ եւ նախկինում 16 դպրոցներ են եղել, այսինքն կրկնակի մեծացել է նաեւ մեր թիրախային ցուցանիշները։ Մեր ամբողջ նպատակն է ֆուտբոլի միջոցով երեխաների միջև ստեղծել ընկերություն, կապ, թիմ, որպեսզի յուրաքանչյուր երեխայի մոտ զարգանա խմբային պատկանելիության զգացումը։ Այս տարվա գարնանային 5-րդ մրցաշրջանի եզրափակիչ փուլում իրենց ուժերն է չափում մարզի 4 խոշորացված համայնքների 16 դպրոցի միջև պայքարում հաղթած ներառական 4 թիմ։ Թիմերում եւ տղաներ եւ աղջիկներ, եւ հաշմանդամություն ունեցող, եւ անապահով, եւ խոցելի խմբերի երեխաներ են։ Մենք անդրադառնում ենք ոչ միայն խաղերին, այլ նաեւ սպորտում երեխաների կարողությունների բարձրացմանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը եւ պայմանների ստեղծմանը, եւ ծրագիրը մեծ նաեւ ներդրում ունեցավ ուսուցիչները եւս պատրաստվեցին սպորտում ներառականության գաղափարի շուրջ։ Գանձակար գյուղից Արենը առաջին անգամ է մասնակցում այս խաղերին, սիրում է ֆուտբոլը եւ ընկերությունը։ Շատ կարևոր է, որ մենք հնարավորություն ենք ստանում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հետ խաղալ նույն տեղում, նույն դաշտում եւ հավասար պայքար ունենալ նրանց հետ։ Ձեռք բերեցի նոր շատ ընկերներ։ Այս տարի մասնակիցներին եւ հաղթողներին ոչ միայն մարզային գավաթը եւ մրցանակներն են սպասում, այլև անակնկալներ։ Այս անգամ մեր միջոցառումներին միացել են նաեւ Հայաստանի լավագույն թիմերը, Հայաստանի նորընծած չեմպիոն Նոան, որը իրենց լավագույն ֆուտբոլիստների անվանական մարզաշապիկները եւ նաեւ ստորագրությամբ գնդակներ է նվիրելու մարզային բոլոր հաղթող թիմերին։ Նաեւ միացել է Չարենցավանի Վանը, իդեպ Չարենցավանի Վանի ֆուտբոլիստներից Արմեն Սարգսյանը Իջևանից է եւ այսօր եկել է որպեսզի իր օրինակով ոգևորի այս երեխաներին։ Մարզի համայնքներից նոր 16 ներառական թիմեր, 240 աշակերտ էլ կպատրաստվեն հաջորդ աշնանային մրցաշրջանին։ Մարոթ Հարվերդյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։